Հենց որ դուք գործի եք դնում ձեր հավատը, այն հասնում է Աստծուն և սկսվում է ձեր խնդրանքների իրականացումը։ Լինի դա ձեր հոգու փրկությունը, մարմնի բժշկությունը, թե որևէ այլ կարիք։ Դա էական չէ։ Այդ պահին ձեր հպման կետը վերածվում է հզոր ուժի, որին դուք հենվում եք։ Ստանալով այն, ինչի համար աղոթել եք, դուք պահում եք դա և ասում. «Ես երբեք չեմ կասկածի, ես գիտեմ, որ սա ստացել եմ Աստծուց»։ Աստվածաշունչը վկայում է մի մարդու մասին, որը վեր կացավ ու քայլեց։ Նա նախկինում երբեք չէր քայլել և չէր էլ սովորել դա անել։ Նա ընդամենը մեկ ակնթարթում վեր թռավ ու քայլեց։ Հիշենք Պողոս առաքյալի խոսքերը։ Երբ Պողոսն ասաց «ոտքերիդ վրա կանգնիր», այդ մարդն իր միտքը սևեռեց Աստծո վրա, ով գործում էր առաքյալի կյանքում։ Նույն կերպ դուք, օգտագործելով այդ հպման կետը, ձեր ուշադրությունը կենտրոնացնում եք Աստծո վրա։ Դուք կտրվում եք ձեր հիվանդությունից, մեղքից կամ կարիքից և դիմում եք Աստծուն։ Դուք ձեր մտքերը ուղղում եք Նրան, ով միակն է, որ կարող է տալ ձեր հարցի պատասխանը։ Չափազանց կարևոր է, որ ձեր հավատը կենտրոնացած լինի մեկ կոնկրետ գործողության վրա։ Օրինակ, ձեռնադրությունը հենց այդպիսի հպման կետ է, կամ օծման յուղը, որի մասին գրված է Հակոբոսի թղթի 5-րդ գլխում։ Դա նույնպես հպման կետ է։ Հավատի աղոթքը ևս այդպիսի միջոց է։ Երբ դուք կիրառում եք Աստվածաշնչի ցանկացած խոսք, կամ լսում եք Աստծո պատգամը, դա դառնում է ձեր հպման կետը։ Եվ երբ դուք գործածում եք այդ կետը, անկախ դրա ձևից, հենց դրա միջոցով էլ արձակվում է ձեր հավատը։